37 թվի Auburn-ը, Botel Speedster, էսի replica of the original one, մեջը 400 մոտոր ունի։ Այս մեքենան շատ տարիներ առաջ Սան Ֆրանցիսկոյում շքերթի ժամանակ ծաղիկներով զարդարված քաղաքապետի է տեղափոխել։ Գոլֆի պայուսակի համար հատուկ բեռնախցիկ ունի, հարուստների ավտո է համարվել։ Երկաթե իր նժույգը Գլենդելի հայտնի Cruise Night-ում ցուցադրել հպարտացել է մեր հայրենակիցը։ 1900-ականներից արտադրված մոտ 300 դասական ավտոմեքենա այս օրերին քաղաքը վերածել են բացօթյա թանգարանի։ Ես սիրում եմ նոր ավելի տեխնոլոգիկ մեքենաները, բայց անշուշտ հինության մեջը միշտ արժեքը մեջը կմնա, հին ավտոները, մանավանդ classic line-ը։ Ամենուր հին ինքնաշարժերով հետաքրքրված այցելուներ են, իրենց նախընտրելիների ֆոնին լուսանկարվող մարդիկ բոլոր անկյուններում ռետրո երաժշտություն։ Հիշողությունների յուրօրինակ հերթական տոնն են կազմակերպել, ասում է քաղաքապետ Քասախյանը։ Սա կլասիկ ավտոմեքենաների մի տոն է, 31-րդն է, սկսավ 1994-ին այդ տարին են, երբ աշխարհի գավաթի խաղերը Փասադինայում են, եւ 30 տարից ավել շարունակվում է։ Այստեղի մեքենաները շատ 100 տարի ավելի հին են, մի 4 տարի առաջ մրցանակը ստացողը, ամենաառաջին մրցանակը ստացողը մի մեքենա էր, որ 60 տարվա պատմություն ուներ եւ ընտանիքի մեջ մի սերունդից մյուս սերունդն էր փոխվել։ Միջոցառումն այս տարի ԱՄՆ-ի 250 եւ Գլենդելի 120-ամյակների պատվին շատ ավելի մեծ շուկով են նշել։ Տոնին ավտոպարկով ու հանդերձանքի ցուցադրությամբ մասնակցել են նաեւ քաղաքային հրշեջներն ու ոստիկանությունը։ Պարզվում է միայն հայերը չէ, որ մեքենաների մեծ սիրահար են։ Ամերիկացիք շատ են սիրում հին մեքենաները, տարին մի անգամ Գլենդելը այս իվենթը դնում է, որ մարդիկ կարողանան գան դուրս, քայլեն բրենդ փողոցը, ամբողջ բիզնեսներին գործան։ 2 տարում $85,000 է ծախսել վերականգնել իր գանձն ու դարձրել կյանքի մի մասը, անկեղծանում է Չարլզ Մըրֆին։ Ամերիկյան դասական մեքենաներ, հզոր սպորտային մոդելներ, շքեղ կաբրիոլետներ եւ հազվագյուտ վերականգնված օրինակներ։ Այս ցանկում նաեւ ամերիկահայերն են փայլել իրենց բացառիկ նմուշներով։ Ցուցադրության բերած կնոջ 50-ամյակի ճոխ նվերից բացի Գրիգոր Պետրոսյանը շատ ուրիշներն ունի, անգամ ամերիկյան ֆիլմերում նկարահանված մեքենաներ։ Ես մեխանիկ եմ կինոների համար։ Ես կինոներ ու TV շոուներ եմ ամերիկական։ Մեծ կինոն, որ մեկը հենց արել եմ, որ ավտոները մենք ենք սարքել կինոյի մեջ ու ամեն դերի մեջը Ford versus Ferrari կինոն կա։ Հաշվի առնելով, որ ավտոշոուն ամերիկահայության համար դառնում է հավաքվելու, իրար հետ շփվելու ընկերական ընտանեկան ժամանցի վայր, այս տարի առաջին անգամ միջոցառմանը նաև հայ-ամերիկյան խորհուրդն է մասնակցել։ Մենք իբրև հայկական գազམ་ագերբություն, որ գործենք Ամերիկայի Միացյալ Նահանգներու մեջ, փորձեցինք այս տարի մենք ալ մաս կազմենք եւ մի քանի հայ անձեր, որ ինքնաշարժեր ունեն, խնդրեցինք, որ ներկայացնեն եւ այստեղ ցուցադրեն։ Ներկայացված նմուշները պարզապես հավաքածուի մաս չեն, եթե մեքենաները կարողանային խոսել, լեգենդներ կլսեինք։ Օրինակ, ինչպես է տարիքով մի մարդ ցուցադրում այն ավտոն, որով ժամանակին ընտանիքը նրան ծննդատնից է տուն տարել։ Բրենդ Բուլվարի բազմաթիվ նմուշներից իր բաժին մրցանակը Գլենդելի քաղաքապետը շնորհել է 1956 թվականի 62 սերիայի Կադիլակի, հին թե նոր ավտոմեքենա վարողներին մաղթել անփորձանք երթևեկություն։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Փափազյան, լուրեր։